Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ես եմ, մի երկնչիկ։ Ես եմ, մի վախեցեք, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Խոսքը ուղղելով նավաբեկության, մահվան վտանգի մեջ գտնվող իր աշակերտներին, որոնք գտնվում էին նավակի մեջ։ Այսօրվա մեր պատարագը սուրբ եւ ավետարանը, որ եկեղեցին բոլորիս մատուցում է, կերակրում է, հոգևոր կերակրով, մեզ տեղափոխում է Գալիլեա, Գալիլեական ծով։ Նրա ափերը մի իրադարձության, մի դրվագի ականատես դարձնելով։ Հիսուս հացի բազմացումից հետո, երբ կերակրել էր ժողովրդին, հաց էր տվել, հանկարծ հասկանում է, որ ժողովուրդը ուզում է գալ եւ իրեն թագավոր հռչակել։ Խույս է տալիս լեռ, իսկ աշակերտներին ստիպում է, որպեսի նավակ նստեն եւ անցնեն ծովի մյուս կողմը։ Երեկո էր, երբ տեղի ունենում նավարկությունը։ Եվ հանկարծ գիշերը դեռ տեղ չհասած սկսվում է ուժեղ ալեկոծություն։ Եվ աշակերտները կանգնում են նավաբեկության վտանգի առաջ, ինչքան էլ որ ձկնորսներ կային իրենց մեջ, սակայն չեն կարողանում այդ վտանգի մեջ կառավարել նավակը։ Եվ այդ պահին Հիսուս լեռան վրայից նախազգացողություն ունենալով հեռատեսություն, որը վկայում է իր աստվածային զորության եւ բնության մասին, ջրերի վրա քայլելով մոտենում է նավակին։ Աշակերտները երբ տեսնում են, կարծում են ուրվական է եւ սկսում են աղաղակել, տագնապի մեջ ընկնել։ Եվ Հիսուս այդ պահին դիմելով նրանց ասում է. Ես եմ, մի վախեցեք։ Սիրելի քույրեր եւ եղբայրների Քրիստոս, այս պատմությունը համաժամանակյա է քրիստոնեական բոլոր դարաշրջաններին, բոլոր կոորդինատներում ապրող հավատացյալներին եւ այսօր նաեւ մեզ համար։ Եվ այս խոսքը նաեւ ուղղված է մեզ, որովհետեւ մեր նավակը նույնպես ալեկոծվում է։ Մեր եկեղեցու նավը եւ հատկապես Մասյացոտն թեմի նավը, նավակը։ Մենք էլ կանգնած ենք ալեկոծության առաջ։ Մթություն է, մութ է, որտեղ չար ուժերը աշխատում են, եւ միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ, հալածանքների, սպառնալիքների եւ այլ կարգով։ Չարը իր երախը բացել է մեզ վրա։ Մենք քիչ առաջ այստեղ համարձակորեն կանգնեցինք եւ հրաժարվեցինք սատանայից, նրա պատրանքներից, նրա գործակիցներից, նրա չար զորությունից, նրա կամքը կատարողներից, հրաժարվեցինք չարից, մարդուց չէ, որ չարիք է գործում, չարից հրաժարվեցինք։ Եվ ամեն կիրակի այսպես անվախ կանգնում ենք, արևմուտք ենք նայում, գիտեք ինչի համար է, քանի որ մենք այն հավատը ունենք, որ Աստված Քրիստոս գալու է արևելքից եւ ընդհանրապես արևելքը մի տեսակ Աստծո գալու վայրն է, իսկ սատանան չարը սովորաբար գործում է թիկունքից խփելով, դառնում ենք դեպի արևմուտք, որպեսզի դեմ դիմաց մերժենք իրեն։ Համարձակ ենք կանգնում, բայց երբ այդ պատրանքները, այդ հալածանքները, այդ հարձակումները, չարի գործակիցները արդեն իրական մեր կյանքում են հայտնվում, մենք վախենում ենք։ Եվ այստեղ է, որ Հիսուս նաև մեզ է ասում. մի վախեցեք, ես եմ։ Զգում ենք իր ներկայությունը, եթե զգում ենք, չենք վախենա։ Եթե վախենում ենք, ուրեմն չենք զգում։ Սրանք փոխադարձ կապվածություն ունեն։ Ընդհանրապես մեր վախերը երկու մայր պատճառ ունեն։ Պատճառներից մեկը հենց ինքը Աստված է։ Տեսեք, Հիսուս եկավ, ուզում էր հայտնել իրեն, ես եմ Աստծո հայտնությունն է,
ինչպես Մովսեսին հայտնվեց Աստված անկեղծ մորենու դրվագում եւ տարավ առաքելության, անապատային փորձության, կարմիր ծովը ճեղքելով մավան միջով անցնելու այդ ճանապարհով եւ հայտնվեց Աստված որպես ես եմ, գոյություն ունեմ։ Եվ հիմա Հիսուս աշակերտին հայտնվում է հենց այդպես, ես եմ, տալիս է Աստված հայտնության նշան։ Բայց մենք վախենում ենք Աստծուց, որովհետև չենք ճանաչում իրեն։ Մեզ համար Աստված պատժում է, սպասում է տեսնի, թե ինչ մեղք ենք գործելու կամ ինչ սխալ ենք անելու, միանգամից պատժի մեզ։ Մի տեսակ մեր պատկերացումները հատկապես երկրային այս օրինակներով ձևավորված, մենք վերագրում ենք մեր Տիրոջը, բայց Հիսուս հայտնվեց պատմելու Աստծո մասին եւ ասելու, որ Աստված սիրող հայր է, ասելու, որ Աստված ողորմած է, գթած է, գթություն, ողորմություն այն աստիճանի, ինչ աստիճանի, որ մայր ունի իր զավակի նկատմամբ, հայր ունի իր որդիների նկատմամբ, բայց ոչ երկրային հայրերի պես, ավելին, որպես նմուշ օրինակ բոլոր հայրերի համար։ Մյուս վախի արմատը կամ մայր վախը, որից մենք շատ ենք վախենում, դա վախն է մահից, կյանքի կորստից, որից ածանցվում են մեր անվան արժանապատվության անվանարկումը, կորուստը։ Ինչու ենք վախենում, որտեղ մեր անունը մեր կյանքի խորհրդանիշն է, մեր կյանքի կոդն է, եթե կուզեք իմանալ։ Վախենում ենք մեր ունեցվածքը կորցնելուց, որտեղ մեր ունեցածով մեր կյանքն ենք ապահովում։ Վախենում ենք մեր ընտանիքի, հարազատների, ընկերների, հայրենիքի, տարածքի, սրբությունների կորստից, որովհետև դա մեր կյանքի ինքնության, կենսագրության բաղադրիչ մաս է կազմում, դարձյալ առնչվում է մեր կյանքին եւ վերջապես վախենում ենք մեր կյանքը կորցնելուց։ Հիսուս ասում է՝ մի վախեցեք, որովհետև ես հաղթել եմ մահվանը եւ ձեզ կյանք եմ պարգևել։ Հիսուս ասում է՝ ես եմ Տերը քաոսի, իշխում եմ քաոսի վրա, ալիքների վրա, ջրերի վրա, այն բոլոր հալածանքների վրա, որ գալիս է իր հետևորդների, արդար մարդկանց, ճշմարիտ մարդկանց, սիրող մարդկանց վրա։ Վախը մարդկային երևույթ է, մեղք չէ իրականում։ Բնությունից մեր մեջ դրված է, իծն է, եւ դրված է որպես պաշտպանական մեխանիզմ։ Կա վտանգ, ազդանշան է տալիս մեր ներսում դրված այդ մեխանիզմը, որը զգուշացիր, վտանգ կա, բայց երբ է դառնում վախը մեղք, երբ որ տիրապետում է մարդուն, երբ որ կլանում է իր մեջ, երբ Հիսուս աշակերտներին ասում էր՝ մի վախեցեք, չէ նշանակում, որ ալիքները դադարել էին, որ վտանգ չկա։ Մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ, այդ վտանգները կան, բայց իմ ներկայությունը կա ձեզ հետ։ Եվ երբ մենք մեր հավատքի կյանքում կարծում ենք, թե մկրտվելուց հետո դժվարությունները, փորձությունները, հալածանքները, հիվանդությունները, մահը մեր կյանքից զերծ են լինելու, մենք փրկված ենք լինելու, այդ դեպքում նշանակում է մենք Քրիստոսին դիտարկում ենք որպես ուրվական, ինչպես աշակերտները։ Ոչ, մեր կյանքում դրանք չեն վերանալու։ Պարզապես Հիսուս մեզ ուղեկից է լինելու այդ ամենի մեջ։ Ինքը իր օրինակով ցույց տվեց։ Ինչ է Հիսուս չվախեցավ։ Գեթսեմանիում ուշադիր կարդացեք, կտեսնեք, պարտեզում Հիսուս տագնապ զգաց։ Առաջիկա մահվան, այն էլ խաչի մահվան, այդ վերահաս վտանգի առաջ մարդկայնորեն տագնապ զգաց։ Այն աստիճանի, որ քրտնեց,
արյան կաթիլների պես այսպես մի վիճակի մեջ հայտնվելով, բայց Հիսուս ենթարկեցրեց այդ վախը, որովհետև ասաց. հայր, հեռացրու բաժակը ինձանից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում։ Խաչի վրա իրականում տեղի ունեցավ վախի եւ հավատի հանդիպումը, որտեղ Հիսուս հավատքով, վստահությամբ, սիրով հնազանդեցրեց վախը, ոչ թե ինքը հայտնվեց այդ վախի տիրապետության տակ։ Այդ մի վախեցիրը ամբողջ Սուրբ գրքի էջերում մենք հանդիպում ենք։ Երևի ամենաշատ ասված հորդորն է, քաջալերանքն է Սուրբ գրքի էջերում։ Մի վախեցիր ասվեց Աբրահամին, երբ իր առջև անորոշ մի առաքելություն էր սպասվում։ Մի վախեցիր ասվեց Մովսեսին, երբ գնում էր հզոր փարավոնի առաջ կանգնելու։ Մի վախեցիր ասվեց Մայրամ Աստվածամորը, երևակայելի մի առաքելություն, մի կոչում ստանձնելու համար, անպատկերացնելի։ Մի վախեցիր ասվեց առաքյալներին իրենց հալածանքների մեջ։ Եվ Հիսուս սրանով ցույց տվեց օրինակը եկեղեցու, երբ ասաց նավակի մեջ գտնվող առաքյալներին մի վախեցեք, եւ այդ նավակը սիմվոլն է, այլաբանությունն է մեր այսօրվա եկեղեցական կյանքի։ Պատահական չի, որ մեր մեծ վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը իր շարականի մեջ ասում է. այս կյանքի ծովը հանապազ, մշտապես ինձ ալեկոծում է, նավապետ բարի, դիմելով Աստծուն, եղիր ինձ իմ անձին, իմ կյանքին ապավեն։ Ուրեմն կա վախ, որը բնական է, եւ կա ապավինություն, հավատ, վստահություն Աստծո հանդեպ։ Քիչ այն կողմ մեր սրբություններից, սրբավայրերից մեկն է, խոր վիրապը։ Իդեպ այսօր առաջավորած բարեկենդան է, որը հենց մեզ հիշեցնում է մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքը, գործունեությունը, չարչարանքները։ Պաղոց շրջան 5-օրյա, որը հաստատվեց ի նշան Տրթատ թագավորի դարձ եկած եւ ամբողջ ուրեմն նախարարական, այդ պետական համակարգի պաշտոնյաների այդ 5-օրյա ծոմապահությունը իրենց մկրտությունից առաջ։ Վախի եւ հավատի խաչմերուկ է նաև մեր Գրիգոր Լուսավորչի կյանքի օրինակը, որի խորհրդանիշը մեզ հիշեցնողը խոր վիրապն է։ Մեր հավատի հայրը կանգնած չէր վերացական վտանգի կամ վախի առաջ, կանգնած էր շատ հստակ պահանջի առաջ, այն էլ պետական համակարգի կողմից։ Ուրանալ հավատը։ Այսինքն ինչին դու հավատում ես, որ գիտես ճշմարիտ է, այն էլ հարութենական հավատը, պետք է ուրանաս։ Լուսավորիչը գիտեր իրեն ինչ է սպասվում, աչքի առաջ ուներ, այնպես չի, որ չէր վախենում մարդկայնորեն, իրեն սպասվում էր չարչարանքներ, ի վերջո արքունիքում էր մեծացել, տեսել էր, սպասվում էր խորը վիրապ, օձերով եւ կարիճներով լեցուն եւ արագ կամ չարչարանքներով լեցուն մահվան վտանգ։ Բայց լուսավորիչը չուզեց իր կյանքը ճշմարտության, զոհաբերության գնով պահել, չգնաց ուրացության։ Հավատով դիմացավ բոլոր չարչարանքներին, որովհետև ճանաչելով Աստծուն, Աստված ճանաչողություն ունենալով, Աստծո ներկայությունը իր կյանքում զգալով, փորձառությամբ, պարզապես լսեց Տիրոջ խոսքը, որ մի վախեցիր, ես եմ, քեզ հետ եմ, եւ տվեց այդ օրինակը եւ իր կյանքով կենթանի մեկնությունը դարձավ մեր Պողոս առաքյալի այն հորդորին, որ ասում է Աստված մեզ վախկոտության ոգի չտվեց, այլ տվեց զորության, սիրո եւ խոհեմության։ Ուրեմն միայն չվախենալը քիչ է։ Հավատին հետ նաև պետք է ունենանք ուժ, սեր եւ խոհեմություն։ Այնպես չէ, որ ամեն վտանգի առաջ պետք է գնանք եւ նետվենք, պետք է նաև խոհեմություն ունենանք։
Հետևապես մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի, մեր հավատի հոր օրինակը նաև հրատապ է, օրինակ է այսօր մեզ համար։ Բայց ես կուզեմ տալ նաև ժամանակակից վկայություն։ Ինչպես նշեցի, մեր թեմի նավակը ևս ալեկուցության մեջ է։ Կա անդիմադիր հակընդեմ քամի, հող, որ թուլանում և ուժեղանում է, և կա մթություն։ Եվ մենք փորձում ենք Տիրոջով չվախենալ։ Եվ դրա լավագույն օրինակներից մեկը տվեց մեր քահանաներից մեկը։ Գիշերով մարդու քահանայի կյանքում տեղի ունեցավ մի խորհրդավոր հանդիպում, որից հետո Տեր Հայրը հայտնվեց տառապանքի ճիրաններում։ Ամբողջ գիշեր, մինչև լուսաբաց, տառապեց և տառապանքի մատնեց նաև իր ընտանիքին։ Մոտավորապես ճիշտ այն օրինակով, երբ Հիսուս մոտեցավ նավակին, Պետրոսն ասեց, եթե դու ես, ուրեմն ասա, որ ես ջրերի վրա քայլելով կամ քեզ մոտ։ Տերն ասեց, արի։ Պետրոսը քայլեց, բայց կեսից երկյուղը զգաց, վախը զգաց, հավատը թերացավ և սուզվեց։ Եվ հետո Տերը ձեռքը մեկնեց, նորից բարձրացրեց Պետրոսին, ասելով, ինչու ես վախենում։ Հիմա ճիշտ Տեր Հայրը այդպիսի մի փորձառություն ունեցավ։ Քայլեց ջրերի վրայով, դիմադրեց, բայց մի պահ երերալով սուզվեց։ Այս փառք Աստծո, երևի լուսադեմին, Տերը օգնության հասավ, ինչպես լուսադեմին առաքյալներին էր հասնում։ Ձեռքը մեկնեց և նորից վերականգնեց։ Մենք այդտեղ տեսանք նաև երկու իրականություն։ Տառապանք, մյուս կողմից շնորհակալություն, որը նման էր դիվական քրքիջի, որտեղ ես երկու իրականությունն էլ տեսնում էի։ Տառապում էր երեցկինը, տառապում էր իր մայրը, տառապում էին իրենց ամբողջ բարեկամությունը այս իրականության մեջ։ Զուգահեռ իրականության մեջ շնորհակալություն էին հայտնում, որ վախեցավ և կատարեց քայլ, որը իր համոզմունքները չէին, իր խիղճը չէր թելադրում։ Իսկ երբ մայր տաճարում դարձ ունեցավ այդ նույն տառապողների ընտանիքներում, հատկապես իր ընտանիքում երեսկնոջ և զավակներով մեծ ուրախություն պայթեց։ Եվ փառք Աստծո, որովհետև Տեր Հայրը հասկացավ ինչ է նշանակում մի վախեցիր, ես եմ։ Այս նույն պատմությունը ես կարող եմ ասել նաև մեր մյուս բոլոր քահանաների համար, ովքեր մինչև հիմա չեն ընկրկում և լսելով Տիրոջ ձայնը չեն վախենում և օրինակ են տալիս նաև մեզ։ Մենք, ինչպես այսօր առաքելական թուղթն էր մեզ օրհնորում, չենք գնում կռիվ անելու։ Մենք ուզում ենք ապրել հավատով, սիրով և մեր ստեղծագործական արարման կոչմամբ, առաքելությամբ, Աստծո խոսքը քարոզելու, Աստծո ճշմարտությունը տարածելու, եղբայրություն ստեղծելու, պառակտումը վերացնելու, հարգանք, բաժնեկցություն, սուրբ հաղորդությունը մեր կյանքում իրական դարձնելու այս ճանապարհով ենք ուզում ապրել։ Չարին էլ չարով չենք պատասխանելու։ Եվ սա պիտի անենք, որպես մղում, նաև առաքելություն այն մարդկանց համար, ովքեր պետք է դարձի գան, ովքեր գտնվում են չարի ճիրանների մեջ, և մենք ուզում ենք մեր այս սիրո, հավատի և հաշտության օրակարգով բոլորին մեկնել մեր ձեռքը ասելով, որ պետք է հաշտվենք, պետք է միավորվենք, պետք է մեր եկեղեցու ներսում վերացնենք պառակտումը։
Եվ սրա համար խնդրում եմ, որ աղոթեք մեզ համար, մեր Սուրբ եկեղեցու համար, մեր Մարսիացոտնի թեմի համար, ձեր համայնքների եկեղեցական, այսինքն ծուխերի համար եւ մեր ժողովրդի համար։ Քրիստոսի սերը, Աստծո ողորմությունը եւ մեր Սուրբ Հոգու ուղեկցությունը մեզ, շնորհները մեզ, ամեն։